Արի տուն ախպեր Արի իմ խորոտ ախպեր Սար սարի սար չէ մասի Ջահան պիս մարդու ջահան չէ մասի Տուն արի Աղջիկա մատ Սաշան քնացել Վայ Սաշա ջան դարձնել ես Վեր ես կենում Սաշա Ջան ես նեմոնի քույրի քույրի Խանը խանը Արասա սուտ բարալ բացվա բարքես մավար Ինչա Ինչա Տրուբետնում եմ ծուխը բարքան դու ծու չկաչու Հետո չեն բաց չեմա դու Սուդյանը կալի սուդյան Սուդյանը կալի Սուդյանը կալի Ես ինչ եմ հալաբա որ ես հակնված չեմ Գնա հակնի Չեք թողնի որ դա հակնի Աչքներդ լույս սահակվեք, տղատել եք Շնորհակալ եմ Յուրիստ, հա? Յուրիստ Հայ գիտի հա, մեր Սաշինկան յուրիստ Ավարտել է, չէ? Ավարտել եմ Մատվեյ Եգորիչ Դիպլոմով Այդ կուրես, հա? Հարկ ասու, լավ ժամանակին հասավ, էլ նեղություն չես կաշի Աչկըտ լույս հորոմսի, հրեն Սաշատել եկավ, էլ քո կեվին կև չի հասնի Շնորհակալ է Աչքի լույսով մնաք Հաբաս 4 տարի աչքները ջուր կտրեց սպասելով Որտեղ եմ մտադիր աշխատել, Թիֆլիս, թե Բաքու Չէ, Մատվեյ Եգորիչ Ուզում է գյուղում մնալ Գյուղում, Գյուղում չպես է Դու գյուղումն է եղալի գործ կլինի Լսի, ու կամիներ չկա գլխումած Վերնանցի ու կշտակ Դեպի օր ինձ ասա Արջում ես, այդպես սարա Էդ դու ես հայտա, այդ է մեծացել ես հա Յուրիստ, դիպլոմ, այրուրանոսն է Բարև Մարգո, ոնց է Լավ եմ Տեսնեմ որ ուրախ ես Ապա մեկ աշկոմարի եղբայր, արի Ահա մայրի Պատմիր մեր Մոսկվայից, մեր ալմամաթերից Խանում, Ինչ Գրիգորյանը գալիս Հա, Գրիգ ուրաղա խանում ու Փարիզն հետ միացին Գրիգորյանը Ուրաղան է գալիս Ինչ ես կաններ դնա սամավարը բեր Գրիգորյանը Էդ ուր ես ստանում Ինչ ես կաննել արին հետևից Սաղ, ես լավ նշան է, որ Գրիգորյանը է գալիս աշկալուսանքի Իսկի չերեք էլ այդպես ընտանիքով Սաղ, կարծեմ շատ էլ չեր գալիս Չեր գարի Սաշա, տեսնում ես, ինչ է նշանակում յուրիստ որդի ունենալ Սա Թերեզն է, չէ։ Թերեզն է, Սաշա ջան, Թերեզն է Նու եղբայր, այժմ մի շիկ աղջիկ կտեսնես, որ են քո տեսած Թերեզան չի, մեկ եղեսկվի է դարձել, որ պրոստը պրելեց Համեցեք, Գրիգորյանը, համեցեք Այ, բարով ես եկել, բարով 1000 բարի ես եկել, մեր աչքի, մեր գլխի վրան ես եկել Բարև ձեզ Աչքդ լույս էլի սահակվեք, տղատել եկավ, ավարտած, դիպլոմով, Բարև ձեզ տիկին Շնորհակալ եմ Մայո պաշտինի է Այսօր մենք երկրորդ անգամ ենք հանդիպում իրար
Համեցեք, տիկին, համեցեք։ Ինչ արած եղբայր, մենք դերելի շատ կհանդիպենք։ Համեցեք, համեցեք։ Բայց հորոմսի մնուր է, հա։ Հիմա կգաք։ Համեցեք Թերեջ ջան, այ Սաշան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ճանաչեցիք ինձ։ Որքան փոխված եմ տեսնում ձեզ օրիորդ։ 4 տարի անցել երևի պարավել եմ։ Գեղեցկացել եք շատ։ Համեցեք։ Mademoiselle! Mademoiselle! S'il vous plaît, tour de valse. Pam 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 bye bye. Bara 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 bye bye. Pam 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 bye. Բարով եք եկել, 1000 բարի, համեցեք։ Ay, barov տեսանք, աչքներդ գույս, որդիդ էլ եկան վերջը։ Շնորհակալ ենք, բարով ձեզ էլ աչքալուս անքանենք։ Բարով դու էլ մի լավ բախտի արժանանաս, որդի, համեցեք, Ay, lan համեցեք։ tantiti. Մի րոպե չքաշեց, համ մուրաբա, համ արա։ Իհարկե։ Դրիտ տեսնելուցը թևեր ես արել, թրջում ես, հա, Սաշա, դեր շատ ժամանակ ունենաս զայել աղջիկները հետ սիլվիր անելու, առաջ մեկ պարավներիս պատմիր, դերես են շիպ ասում, մի բախերա, արի, կեզ էտ մեկ խմենք, գոլեգաներ ենք աղան, ես քոտ ճանկել կգրեմ, դու իմը, միմյանց լավ կկսկսենք, զորավոր լինե, արով լավ գործ ունենաս, չախ պրակտիկա, հայուրանսներով ջևը տրձացնես, հորդ ու մորդ երախտիքը հատուցանես, մի լավ, հարուստ, հազարներ օժիտ ունեցող աղջիկել ճանկես ու մայո պաշտենի է։ Ձեր ասածներից երևի միայն մեկը կլինի։ Այն է հոգալ ծնողացս հանգիստ ապրուստ։ Իսկ ինչ վերաբերում է չախ պրակտիկայի, հազարներին, հարուստ օժիտ ունեցող աղջկա, ոչ, չեմ կարծում, թե այդ աստիճան ընդունակ լինեմ փչանալու։ Ոնց, փչանալու, բայց որ չախ պրակտիկան գա կմերժես, որ հազարներով օժիտ ունեցող աղջիկ սիրես, չես ամուսնանա, փողը չես վեցնի, Ես անիրավության կողմը չեմ լինի։ Զրկողին չեմ պաշտպանի, թեկուզ հազարներ էլ տան։ Եվ աղջիկն էլ չեմ առնի, որովհետև նա հարուստ օժիտ ունի։ Չէ, հիմա եկեք թամաշանեն, թե ոնց են երկու յուրիստները իրար յախիցը քաշ տալիս։ Չէ, Սաշան զորմա է երևում, զորմա։ Պաստոր, Բրավո, Մատվեյ Իգորիչը հաղթվում։ պաստոր, ուի, այդ արաբա դու քո թշնամին ես, երբ են լեսնված, որ փաստաբանը փող շահի իրավացի կողմից, լավ վարչատրություն, տալիս են միշտ անիրավները։ Զրկվածներին պաշտպանելն էլ փող է բերում, Մատվեյ Եգորիչ։ Բայց որ ավելի կարևոր է, մարդ հոգեկան մեծ բավականություն է զգում, երբ հաջողվում է հարստարողի ձեռքից փրկել մի ազնիվ աշխատավորի։ Այ երբ ինձ գործի մեջ կտեսնեք, հենց այստեղ, ձեր դատարանում։ Ինչ? Չլինի մեր գյուղումն ես ուզում փորձել դալլակությունդ։ Ահա թե ինչ, նոր բաներ են լսում։ Այո, վճռել եմ այստեղ մնալու գործել։ Դուք կատակ չեք անում, ուզում եք գյուղում մնալ եւ ոչ Թիֆլիս։ Թիֆլիզում փաստաբաններ շատ կան։ Իսկ այստեղ ոչ ոք։ Բարև ձեզ։ Ուրա, տանուտերներ է կա, Սաշա, մեր տանուտերներ է, պարոն Աշակը, հա, էդպես ջահել, դեր ինչ հարած, աշխարհս մի ջահելներին է, ուսում արած է, հա, դուք քիլիսով հայ է։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանդր։ Արի մի շնորհավորիր, աչքալուս անկար, հա։ Բարի եկեք էլ, պարոն Ալեքսանդր։ Աչքներդ լույս։ Շնորհակալ ենք։ Նստի։ Երևի երկար չեք մնա գյուղում։ Ոչ հակառակը երկար կմնա։ Իրա։ Լսում ես տանուտեր, Սաշան ուզում է մեր գյուղումը սկսել իր պրակտիկան։ Որ իմանաք, թե որքան պետք ունիք մի փաստաբանի, որ կարողանար հասկանալ, օգնել գյուղացուն։ Խնդրեմ, ներեցեք մեզ։ Ահա, պրծանք, գտավ իրեն պես ֆանտազիոր, հմ երազներ կտեսնեն, պլաններ կսարքեն, որ էլ ասել չլինի։
Դու չես տեսի։ Գնանք ցույց տալ։ Սաշա, մենք գնում ենք այգի։ Դուք էլ կգաք։ Կգանք։ Պարոն Արշակն էլ թող գա։ Գնանք։ Հայրիկ, մենք գնում ենք պարտեզ։ Եթե ուզում եք գնալ, գնացեք։ Ես հետո կգամ։ Լավ, գնաց։ Յա, զանգերն էլ տվեցի։ Ես գնացի։ Ուր, Մատվեյ Եգորիչ, ուր։ Գործեք։ Համեցեք։ Արամսին։ Որ ճրակով փնդրեիր է, այսպես փեսացու։ Մատվեյ Եգորիչ, յուղի աբլակատ։ Յուղի աբլակատս որն է։ Մարդը պրիստյաժնի, հասկանում ես, պրիստյաժնի։ 1000 աբլակատի մի ձերքով հուպ կտաու, ջեբը կտնի։ Ես գնացի։ Ուր, Մատվեյ Եգորիչ։ Գործեր, հետո միասին կգամ, կնոջս է, կգամ։ Ահա, ես եմ Մարգարիտին։ Այ շատ ապրես։ Բայց մի լավ քեվ եք անում, չէ։ Հա, ասել եմ, մի շաղ գարեն մորթելու, լավ քեվ ենք անելու։ Մի քեվ հանենք, որ սա գենը հավաքվի գլխներիս։ Այ պաշտենի։ Չգնա անգրիկոր, Թերեզը երևի դեր կմնա այստեղ։ Սաշային ես շատ սիրեցի։ Են որ ասում է, թե գյուղումը պետք է մնա, շատ էլ հավատալուց։ Այդ ջահելները սկզբից այդպես բարդացնում են։ Դեռ թող մնա գյուղում, զզվի ամեն բանից, նոր հետո իհարկե։ Դե իհարկե, խենթություն է ասածը Գրիգոր աղա։ Իհարկե խենթություն է։ Ախր ինչ գործ պետք է ունենա գյուղումը։ Մեկը հենց ես, միթե պետք ունեմ փաստաբար։ Սկել չէ, ողջ կերան քաչալ վարդիրոս։ Համ էժան, համ էլ փորել իմաց։ Չէ, իմարություն թող չան։ Թող գնա Թիֆլիս, փողջում տամ, մի լավ կանտոր բաց կան իր համար։ Ես խոսք եմ տալիս դրան 2-3 հազարի կոց տալ։ Ենքան ծանոթներ ու բարեկամներ ունեմ, բոլորին ծանոթացնեմ, տղա իսպես նայեմ։ Հա, ինչ կասես, հորոպսիմ ջան։ Իհարկե, քեզ մատաղ Գրիգոր աղա։ Դեր հլա նորա եկել, ջահելա, թող հլա մեկ ամառը հանգստանա։ Թող հանգստանա, քեֆանի, իմ տան դռներն են նրա առաջ բաց, իմ բաղերն են, հա, ինչ կասես սատերին ջան։ Հա։ Դե, գնացինք։ Համեցեք։ Սաղբեք, որ հակից ժամանակը մոտենում է գիտես։ Հայեք։ Դե լավ, մի մտածի, չես կարող տալ, ջանդ սաղլնի։ Կուզես պատրեմ դենքցեմ, Սաշային ղուրբան անեմ, մի քանի հազարն ինչ է, որ քո կեպին դիպ չէ։ Ասացի չէ, Սաշան կաշխատի, կամաց կտա։ Դե որ այդպես է թասացնենք մուրակը Գրիգոր աղա։ Այ մարդ, քեզանից փոխուզող չկա, ասացի չէ, Սաշան կաշխատի, կամաց կտա։ Շնորհակալ եմ Գրիգոր աղա։ Ծանր բերից ազատեցիք ինձ։ Դու քեֆդ կպահի, հետ չմտածես։ Գրիգոր, Հա? նստեցիր։ Վայ, իսկապես որ, հա, դե գրացինք։ Դու Սաշային շուտ գրդիր մեզ որ, դե, Թերեզել հազիվ կրթված մարդի կասե, ջահել։ Տեսեք, չանա է խպում, չանա։ Գրիգոր, էլի նստեցիր։ Վայ, իսկապես որ։ Մնացեք բարով։ Գնաք բարով։ Շատ շնորհակալ ենք Սահակբեկ, համեցեք, եկեք, գնացեք, շատ ուրախ ելնենք մենք, գիտեք, շատ ուրախ ենք, սաթենիկ, յա։ Գնաք բարով։ Համեցեք, տիկին, համեցեք։
սար, ես սարերի ծաղկն եմ, ջան, ես նևոնի քույրիկն եմ, տունարի տունախներ, արիմ խորը տախտեր, տունարի տունախներ, այն մարդ, Գնիք իմացար, Գրիգորական ուզում էր մուրակս պատրի, պարտքս ոչնչացնի, ասվե չեմ ուզում, թող Սաշային ուր բանալի, երբ Սաշան կաշխատի, չէ, Սաշան Գրիգորակի սրտին կպա։ Ինչ լավ կլինի, թե պարտքիցը կասակվենք, մեր տունն ու բաղն էլ կպրծացնենք, թե փողել կտա վրան, չեմ ասում սահակ, սրանք ներսար սահակ ջան, ինչ ուզում են ասեն Գրիգորական լավ մարդ է։ Կարոտել էի մեր հայրենի լեռները, ինչ կա ավելի շքեղ քան մեր անտառները, այն լեռներն ու ապարաժները, կարկաճում գետը, մեր արտերը, խումբ հանդվորները։ Դուք բանաստեղծ եք եղել, երևի գրում եք, սիրի, մատկոմատ մեկին պահի, Սիրում է, Սաշա ջան, մտքում եք եդեր պահի, Սաշա, կեզ ամարը, Սաշա, լրիր, Ես շատ եմ սիրում և շատ էլ կարոտել եմ այդ երգերը։ Ես էլ եմ սիրում, մի քանիսն էլ ինքս եմ երգում։ Ինչի՞ չէ, խնդիր կունենք, փող ենք տալու։ Եկեք։ Արի։ Եկեք։ Կացտո, ես շոտ չենք, որ բիրտան ներս ընգնենք, կիրակոսին ձեզ դվենք։ Այ Կիրակոս։ Բարաչավո։ Ինչ կա։ Ինչ եք ուզում։ Աղին մեկ ձենտաշ քեզ մատավ։ Որ աղին։ Ալեքսանդրի։ Հրեն ինքը կկահնի։ Սուդումը գործ ունեք, սուդումը։ Ես էլ եկա Հանսվար, յանի ասում են Ալեքսանդրեգը թազազակ ունագետել, որ բանա վեքսիլով պարտք է կարանք չտանք։ Յա։ Մա հետ ոնց, թե որ տենցել են առաջ հազին էս զակոնով իմ վեքսիլները կոչացնեի։ Լավ են քեզ իջացրել ամի։ Ոնց անեն քեզ մատա, հաթողամ Հանսվար բաղսել խալի, էս տարի հոր բերքիս կեսնել կտանք։ Ով, Գրիգոր աղեն։ Ամի, թե խելք ունես անսաս տեղդ գնա, Գրիգոր աղեն ուզում է մեր Ալեքսանդրեգին իրան հեսաշինի։ Հա, ես սրանց ասում էի չէին հավատում, դե մի տեսար Բաղդասարանի, բաղդ էլ գնաց վել հետը։ Ես աղին ասեմ կա։ Ես աղին ասեմ։ Գեղացի։ Բարև Բարև եսեք, Ալեքսանդրեգ։ Ալեքսանդր։ Երևի գործ ունեք ինձ հետ, հա։ Հրաման քեզ, սդի գործ։ Դե եկեք։ Եկա էլի։ Եկեք։ Ո՞վ է սարան։
Վերցրու։ Արի։ Համբի առաջ է, մոտ արի։ Չէ, ստեգը նստեմ, Այ Բաղդասարի, Արի։ Այ ընդերն ես։ Եկա։ Նստիր։ Զաքար։ Տեղ է։ Դե ասա տեսնենք ամի։ Չլինի պարտք ունես։ Չէ։ Հա։ Որ ասես, են պատանքի փողն ինչա, ընելալա չունեմ, հլա պարտնել վզիս։ Լսել եմ, որ հրամանքը թազա զակոն ես գտեր, հանց որ ես մեջին պարտ կլեմ, էլի, մին ես մարդու էլի, որ այդ զակոնով ես հարուման էտ հարացել եմ, ու ինքը 150 գրացելի, որ ես ես 2 տարի բաղից ես տամ, բերցից ես տամ, սորնից ես տամ, եղից ես տամ, ու էլ էտ 200 էտ պարտ կլեմ իրեն։ Լսել եմ ինձ կանես, որ մեզ կազատ ես էտ ասու պաջից։ Սպաս իրան, ուրեմն դու պարտք ես վերցրել միայն 100 ռուբլի։ Հա չես մատաղ, աստված էլ գիդի, սրանք էլ գիդեն, մի տարի բաղս բեր չտվավ, տուր պտիտայ էլի։ Յանի զուր չես խոսում Բաղդասարա։ Ինչի ադա։ Դարել ես պտի տա։ Հարիման թամանը գոլը գրել։ Արել ատալիս, պտի տա։ Սպասեք, վերցրել ես պիտի տաս ամի, բայց ասում ես պարտքը դարել է 200 ման է։ Տոկոս եմ տվել է, տոկոս։ Հարիման է թե երպարա չէ տալի մինչի 100-ի տակ ձեր չքաշեցի։ Բաղից բանից 100-ից էլ ավ է տված կլեմ է, այս տարի վեքսիլի թազացրել, չկարացի տալ ու 102 հարշիներ։ Խոսացեք դեն չի։ Նեղնա լծում, քեզ մատա։ Հա չես մատա, նեղնա լծում, որ վեքսիլն էլ չեզում թազացնի է, գալիս հա բողազի չոքը մլա ուզում տուն ու տեղդ էլ խլի։ Բաղդասար։ Լավ ամի։ Մի ասա տեսնեմ որին ես պարտք ամի։ Չէ, սկի ճնանչ ինչ ես, չէ։ Ասա Բաղդասարանի։ Հետո է որ դժվարանում է։ Պիտի ասեք որ գործ սկսեմ, չէ։ Չլինի էլի նայ։ Դե մի նեղանակ ես մատաղ, ես հիմարացա, մտածեցի ուսում արած մարդ է, գլի որ արդարության կողմը պահես։ Ուրեմն նա է, Գրիգոր աղան։ Երկաց։ Այդ գործը ամի թեև դժվար է, թղթեր չունես, փաստեր չկան, բայց ես կվերցնեմ։ Յուղացիք վկա կկանգնեն։ Ախր դաղ էցպես էտ մարդը, համ մեկիս տունն էլ քանդեց։ Ոյ Ալեքսանդրեկ, թե կարենաս այդ մարդին սդի տակ կցես մինես ոլոր ես է, մեր սաղ կեղը կազատ ես ու մեր պրգիչի կտան։ Նա, Ալեքսանդրեկ։ Սաշա, Ես իմ ակտում։ Սաշա, դեր ես նզում ես տեղ կալ։ Պահիր նրան, շուտով կազատվեմ։ Լավ, Դերես նոհարա։ Գրիգոր աղի աղջիկը, արի։ Վեջը, Սպասի, Բաղդասարան, սպասի։ Այդ ուր եք գնում։ Ալեքսանդրեկ, մի նեղանա։ Դե մենք էլ գիտենք, որ Գրիգոր աղին դիպչիլը դժարա, զորբայա, փող շատ ունի, Մեր նեղորին էլի նա է հասնում, Ալեքսանդր։ Բայց ինչեր եք խոսում։ Գործդ ես կվերցնեմ ամի։ Ոչ մի կոպեկ էլ չեմ առնի քեզնից։ Ժամանակն է գյուղն ազատել այդ հրեշի ձեռքից։ ոյ ես չես մատաղել եմ։ Զագար, գալիս եմ։ Ալեքսանդրեկ, բաղս ձերիցս գնում է, գործը հրեն սդում է, որդիկս կոտորվեն սովից։ Դարձել Գրիգոր աղան։ Չի, ոստ է։ ավետիս անց գապոնա։ Սուտա, խալխի ես ասել եմ էլ էտ կասեմ, տո գապ լեսկի կապեք չդի, որ դանտի կես ինք արում է էտա, հե? Էլի Գրիգոր աղենա, բաղիդ վրա աչքա տնգել ու գապրելն ամեջ կցել։ Դուք ինչ գործ ունեք։ Թղթերը։ Թղթեր բերեք։ Տեսնեմ։ Ալեքսանդրեկ։ Լավ։ Երբ գործը կնշանակվի, ձեզ էլ իմաց կա։ Լավ։ Այն աստված քեզ օրհնի Ալեքսանդրեկ, բաս մենք կբարձրենք էլի։ Անպատճառ։ Շնորհակալ եմ, Ալեքսանդրեկ։ Զագար, Գալիս եմ էլի է։ Չփախչեք, հա։ Արջին որ բռնեցինք, հենա բռնել ենք, թե որ ձեռներիցս բաց թողինք, վայնը գելում ես տարել է։ Բաս չենք թողնի աստուծո, վայ Ալեքսանդրեկ, ես չես մատաղել եմ, թե բաղսուտունս ազատեցիր է, ընտանիքով քեզ օրհնո։ Ամի, վեր կաց, ամի։ Դե գնացինք, Բաղդասարան։ Շնորհակալ եմ, Ալեքսանդրեկ։
Բաց քեզ ներկարկած տա Ալեքսանդր։ Շատ շնորհակալ ենք Ալեքսանդր։ Շատ Զաքա։ Գարի շեմերի։ Ալե գնացեք էլի։ Հայր։ Սաշա, թող այդ գործը։ Հանգիստ թող Գրիգորաղին։ Եվ որ կամ ավելի լավ է, թող գյուղը գնա քաղաք։ Գնա աղաչում եմ։ Գնա քաղաք մենք էլ գանք։ Էլ հերիք եղավ։ Էլ չեմ կարող Սաշա։ Բայց ինչու։ Սաշա, ես, դու, մայրդ, քույրդ, բոլորս էլ նրա ձեռքի մեջն ենք։ Ինչի դու պարտք ունես նրան։ Եվ շատ է այդ պարտքը։ 5000։ 5000։ Բայց ինչ ստիպեց քեզ վերցնել այդ փողը։ Իսկ դու ինչով ուսում արար Սաշա։ Պակասես քո փողեր 4 տարվա ընթացքում։ Ներիր հայր։ Ես չգիտեի։ Կարծում էի փող ունես։ Եկամուտ ունես այգուց։ Այգին հենց առաջի տարվանից գրավ է նրա մոտ։ Տունն էլ անցյալ տարի գրավ առավ։ Ամեն ինչ կորած է այլևս։ Արև ձեզ։ Համեցեք Գրիգորաղ, համեցեք։ Արև Սարգիս։ Համեցեք Գրիգորաղ։ Ագալև։ Աղջիկս ես կողմեր երեկել։ Ասի մեկ մտեմ տեսնեմ թե էս բարև որդիս, Բարև ձեզ։ Ինչ է, չլի կրվել եք, հա։ Չէ։ Չայել էդ խոսելը դեր չես սովորել Սարգմեկ։ Մի նեղանա որդի, հայր է, միշտ էլ որդոց լավն են ուզում հայրերը։ Համել Սարգմեկը խելոք մարդ, նան դու վսիս, զուր բաներ չի ասի։ Ճիշտ չեմ ասում Սարգմեկ, հա։ Դե խոսում էինք իհարկե, հրամանոցը չէինք Տեսնում եմ։ Աղջիկս էս կողմ է ներեկել, էս ուր է, հա, չի երևում, աղբեր էլ թերեզին տանը պահել չի լինում, չգիտեմ ինչ որ շատ է սիրահարվել ձեր Մարգարիտին, որը գնում է էստեղ, էլ տուն դառնալ չկա։ Դու էլ ես այստեղ հայրիկ, երևակայիր մի ժամ է մեզ ներսում փակել է, թե ինչ է մի քանի գյուղացիների հետ գործ ունի։ Դե փաստաբան մարդ է աղջիկս, իհարկե չպետք է խնդրել։ Բայց իրես ինչ կասեմ քեզ Ալեքսանդր, իհարկե ինձանից քեզ խրատ չի ասնի, բայց թե ինչքան չլինի փորձված, օրդ հասակին մարդ է։ Այդ յուղացիներին շատ էլ վստահել չի կարելի։ Յուղացիներին որդիս շատ էլ վստահել չի կարելի։ Նրանք ամեն բան մեծացնում են, լում ուղդեր։ Ճիշտ չեմ ասում Սարգմեկ, ասածը ճիշտ չի, հա։ Ամեկ էլ կխոսան ու ոչինչ չեն չես տոկալա։ Վայ, եթե մեկի կողը մի քիչ խոտ տրծեց իրենց այգու ծայրից, էլ իսկույն գանգատ, խալմաղա, միով փաստաբան կա գյուղումը, Ալեքսանդրը գյուղացիների պաշտպանն է։ Նա այնպես է անում, որ մարդ կարող է իր պարտքը չտալ, թեկուզ մուրհակը տված լինի, փողեն էլ ստացած։ Ինչի վարամ աղբեր, այնպեսի բաներ են ասում, ասես Ալեքսանդրը հրաշքներ գործելիս պիտի։ Չէ որդի, չէ, դու դրանց էդ հասկացրու, թե չէ քո ժամանակը դու կկորչի, ոչինչ էլ օգուտ չես ստանա։ Ճիշտ չեմ ասում Սարգմեկ։ Իհարկե, ձեր ասածն է ճիշտ։ Իհարկե ճիշտ է։ Ախր դու դրան էդ հասկացրու է։ Թե չէ իրա թանկագին ժամանակը, որ կորցրի է Հայրիկ, մենք իջնում ենք այգին։ Հա? Լավ,
Գնացեք, թող գնան չան աշխվեն։ Խոսեցի, բայց երևի դուք մտքով դեռևս գնացներ եք։ Այդ մարդիկ իրեն ցավերն էին եկել պատմելու։ Միթե ձեզ չեն հետաքրքրում նրանց ուշները։ Ալեքսանդր Սահակիչ, ինձ թվում է, որ դուք երբեմն ամեն ինչ շատ եք մետացնում և սրտի մոտ ընդունում։ Ինձ միշտ կրկնել է, որ գյուղացիք լավ կան, լուն ուղտ են շինում, դիտման պաղկատ են ձևանում։ Ձեզ խապել են օրյորդ։ Դե խոսեցեք։ Երևի սոսկալի բաներ եք պատմում։ Ախ, դուք ֆանտազիոր։ Թերես, կուզեիք արդյոք իմանալ, թե ինչ էին եկել ինձ պատմելու այդ գյուղացիները։ Պատմեցեք։ Նրանցից մեկն օրինակ, այդ Բաղդասարամին։ Ճանաչում եմ այդ ծերունուն, հաճախ են մեզ մոտ գալիս ընծաներ բերում։ Ահա այդ բարի ծերունին, որ դες ընծաներ է բերում, իր տանը, իր երեխաներին ուտելու հաց չունի։ Այգին շուտով ձեռքից կխլեն, կողնել, որովհետև ինչ որ բերք է ունենում, մի մասը, մի մեծ մասը տալիս է ուրիշի։ Ես չեմ հասկանում, իսկ ինչու է տալիս, հարկի փոխարեն կամ գուցե պարտքեր ունի։ Այո, պարտքեր ունի։ Մի ժամանակ երբ նեղորումն է եղել, մեկից պարտք է վերցրել 100 ռուբլի, իսկ ստորագրություն է տվել 150 ռուբլու։ Բայց դա խոհան իրավություն է, անգթություն։ Միթե այդպիսի մարդիկ կան մեր գյուղում, անշուշտ հայրս չգիտե այդ բոլորը, պետք է հայտնել, վստահ եմ, որ կօգնի թշվառներին։ Եվ դուք դրանց դեմ է, որ կռվել եք ուզում, դրա համար է մտածում եք գյուղում մնալ։ Այո, դրա համար։ Դուք հերոս եք, ահա թե ինչ։ Ես հիմար երբ մտածում էի հանել ձեր գլխից գյուղում մնալու միտքը։ Որքան լավն եք դուք թերես, և ես որքան սիրում եմ ձեզ։ Եվ ես… Խոսիր, թերես, խոսիր։ Դու տեսնում ես չէ։ Բայց ես պետք է մնամ գյուղում, լինեմ գյուղացիների պաշտպանը։ Ինձ հետ եք դուք։ Ես կօգնեմ քեզ։ Թերես, իսկ ինչ կասեիք, եթե այդ վաշխառուն հայրս լիներ։ Ձեր հայրը, այդ բարի ծերունին, դուք կատակում եք։ Մարդու արտաքինը խապուսիկ է։ Չի կարող լինել ոչ։ Թերես, և եթե դու ինձ սիրեիր, նույնիսկ շատ սիրեիր, կխնայեիր հորս։ Չգիտեմ, անհավատալի բաներ եք ասում, փորձում եք դուք ինձ։ Ձեր հայրը չի այդ աշխարհում, դուք այդ չեք ասելու։ Դուք ինձ չեք պատասխանում, Թերես։ Պատասխան… ավազակ է, թեկուս… նա ձեր հայրն իսկ լիներ։ Ես գում էի։ Ներիր ինձ, Թերես։ Ոչ, վաղ թե ուշ պետք է իմանայի։ Ինչը մոթալի բան։ Հիմա սկսում եմ հասկանալ ամեն ինչ։ Հորս ստիպումները, որքան ամոթալի է։ Նա իմ հայրն է։ Եվ մեր մեջ չի կարող լինել ոչինչ։ Մոռացեք ինձ։ Եվ եթե կարող եք, ներեք ինձ։ Բայց դուք ինչ ունեք նրա դեմ, չէ որ նա ձեզ սիրում է։ Նաև մեր պարտատերն է, Թերես։ Եվ այս տունը, այգին, բոլորը նրա մոտ գրավ է։ Թերես! Թերես! Թերես!
Սաշան, իմ ձեռքն է խնդրում քեզնից։ Վայ, այդպես հանգած։ Եվ ես մերժեցի։ Մերժեցի, ինչու, չէ որ ինքդ էիր ասում, թե… Որովհետև չեմ ուզում քեզ բրկելու գործիք դառնալ։ Այդպես ուրեմն, պարոն, վճռել ես ինձ հետ կռվի բռնել, հա? Գործիր։ Ես ոչ ուշքան մեկ ամիս և այս տունը իմն է լինելու։ Դու այս չգիրեիր, հա? Գիտեի նաև, որ դուք մի գծուց վաշխառու եք և ամբողջ գավառի հարստահարողը։ Արեք, վաղն իսկ արեք։ Սաշա, Ալեքսանդր, Գրիգոր աղայի սեր ասում։ Հերիք է! Այս լացիրակը շատ է առաջ գնում։ Պրիսյաժնի, իմ դեմ կռվե։ Տեսնենք, թե ինչ պիտի անես։ Հորդ ու մորդ ինչ պիտի ուտացնես։ Իսկ առայժմ այս տանտերը ես եմ։ Համեցեք։ Լացիրակ! Սաշա, դու մեր տունը քանդեցիր։ Նա այլևս մերը չէ, հայր։ Էսյանը դարձեք ծորեն, էսյանը դարձեք։ Արիցին էլ ասա, Կոտորվեք դուք, հա։ Մայր, Այ, թերես ջան, ինչ եղավ քեզ։ չվերջացրին։ Ինչը, ծորեն դատարկել է։ Չէ, բերում են, հա բերում, համատեղն արել եմ, ծառաները կհսկեն։ Մայր, հայրս գնել այդքան ծորենը, ինչ պետք է մեզ այդքան։ Ես ինչ գիտեմ, հալբատ ծախելու համար։ Գուցե իր պարտքով տված փողերի տոկոսներն են։ Ինչ մեր բանն է, կուզի թող տոկոսները լի։ Օրդ գործերի մեջ ես ոչ խառնվել եմ, ոչ էլ կխառնվեմ։ Յա, ուր ես թոզոտ զալը մտնում։ Վայ, Յա, կամաց։ խանım, վաղեն ուրա, եղացիք սպասում են, Դա ինչ են սպասում, թող գնան էլի։ չեն գնում, ասում են, աղի հետ գործնենք։ Իրա օթախում չի, Չէ, մտիկ տվին, դեղ մարտիրոսն է, դե թող սպասե, ուր որ է կգա։ աչքիս, Անցկենալից երիք նազին ասա միսը կրակին դնի, էսա գալիս է։ աչքիս, Հադա չաչա, աղեն, ես քեզ եմ ասել, որ հենևես կարչին ատկնել են շամորդիկը, որ քիչ կերան իրենց խալբաղալով, ասաց են չանեն։ Գրիգոր աղան ասում է խալբաղալ չանեք։
Ասացերը սարիր։ Բայց չէ անի, կանչեցի ամենքին կգան, այնպես ուրախ էին, որ... Իմ մար լինելուց է, նստիր։ Ջուղտ աչքիս։ Ինչքան է։ 500 մանետի, հենց որ փողերը 10 ձեռք քաշել։ Իսկ գրածն ինչքան է։ 703 մանետի։ Այս մեկը, կարմիր քարեցի Սարուխանինը, 150-ը կտանք 1 տարով, տոկոսն էլ վրեն խփած 218 մանետի։ Էլ ինչի 7-ը։ Տենց պակաս թվերն է լավ։ Այս սատանան ես ամար։ Այս մեկը քիչ զորեր։ Շատ գրել չեղավ, կարդալեր ուզում տա։ Բա 200 ուզեց, հետո մի սահա չանախփելուց հետո հասիկ թողեց, որ 250 գրել։ Ինչի։ Ես փողը չոլում եմ գտել, թե նրա հորն է բարտակած։ Այդ որ շամորթին է։ Սարիկատ սմբատը։ Այդ գրավ բան հոգրել ես։ Չա։ Ադա չաչալ։ Բայց ես չեմ ասել, որ մեր գեղացոց այդ գործ բռնելիս առաջինց հետ խոսես, էշն ես եղել, էշ։ Բա դու չես իմանում, որ Սարիգեն սմբաթի տունը մեր տանը կպած, հա։ Գիտեմ, ոնց չգիտեմ, Գրիգոր աղա, որ չլավ ես ինչ անեմ, է։ Հադրիդեն գցի, չեմ տալի և ոչ մի կոպեկ։ Իրա տունը գրավ կդնի, նորեն ժամանակ։ Բա որ գրավ դնի, ես դրա մեջին ինչ հոգուտ ունեմ, որ։ Այս շունն ես համահա։ Ես կես պակաս եմ գոհացրել, 50 մանետ կտամ թե Սարիգեն սմբաթը մեկ ճանք կսնկնի։ Աստուր, հրեսայ, ձեր քաշած տունն էլ գրավ դրած, փողն էլ ես տվի, որ դու տաս ինձ։ Հարամզադան ես եղել, հա, տամ աղբեր, տամ, հալալ է։ Տեստե ոնց եմ մաղս էտ կողից լենացնում։ Աղա, գեղացիք։ Ինչ։ Ասում եմ գեղացիք։ Թող սպասեն։ Չեմի սպասացրա Գրիգոր աղա, խեղճ մարդիկ են, օրը ճաշ կդառնա, գործեր ունեմ, պետք է գնա։ Բաստարոթախս գալիս եմ։ Ախր, դե խաչատուրը խաչքարած, օած, բանցեց, էդ, հաշիվա տեսնում է։ Լավ, թող գալ։ Ահա։ Թերես ջան, որ գնաս դուրսը կարդաս լավ չլինի, հիմա այստեղ գյուղացներ են գալու, նրանց գալմաղալա քեզ կխանգարի։ Հայր, այդ գյուղացիների մեջ բաղդասարամին էլ կա։ Բաղդասարամին? Չէ, ինչի որ։ Բան հասկացար։ Փարիշնն հիվանդա երևում։ Հիվանդա երևում։ Աբլակատի։ Էլիկա։ Մեկը մնաց, 150-ը գրենք, տարով տոկոսն էլ վրեն խփած, 218 մանեթի։ Լավ, դարձող ստորագրեն երուրան գբերես, փողերը կստանաս։ Ջուղտ աչքիս։ Բաղդասարամի բանը տեգան խոսեր հետները, մինչև ես վերջացնեմ։ Ջուղտ աչքիս։ Համա բաղշեն չմտնեն և խալմաղալել չանեն։ Ջուղտ աչքիս, չէ, քուչում մգը մնակ վիճև նրան կա։ Չլի դա էլ է պատմել։ Սպասիր, բարոն Ալեքսա։ Ես քեզ էնենց թրցնեմ, որ։
Ինչ է, ուզում եք թազացնեմ։ Հա, աղաջան, ես մի անգամ լավությունես։ Չէ, չեմ գրող, փողերս բերեք, գործերս հավաքում, գնում եմ էստերից։ Ենա ձեզ նոր ադվակատ է եկել։ Քայնակայել ես ինչացու եմ։ Ես ձեզ կողոպտում եմ, ես ձեզ զրկում եմ, ես պիս մարդ եմ։ Այրեն լավ մարդն եկել է, թողնա առանց տոկոսի տա։ Դե ինչի ես մեծ վրա բարկանում, այ Գրիգոր աղա, մենք սկին երբենք նրա երեսը տեսել, եթե չէ ինչ փող ունի, որ մեզ բարկ տա, դու ես միշտ լավություն արել, ես անգամ է։ Չեմ կարող ասացի, գործերս հավաքում գնում եմ էստեղից, ես երկու դարյա փողերս ձեզ ոնց ստիաբարոտ չի անում, ինչի ես խազնադար եմ, յա միլիոնատեր, չէ, ասացի, գնում եմ, գնում, փողերս հավաքում գնում եմ, Հուր Հավիդյան գնում։ Փողերս բերելու եք, թե չէ։ Մեզ վրա իզուր ես նեղանում, աղա։ Չունենք, որտեղից տանք։ Մի քիչ մաջալ տուր, տոկոսներ վրան եկ, մինչև եկող համար բերքը կհավաքենք կտանք։ Ասես ես եմ քեզ պարտական։ Դու դու խիղճ չունես, հա։ Ես ինչ ունեմ, ինչ, որ հլա ունեցած ձեզ մոտ քրացնել։ Հլա գրացել եք լագոդինել կանգադվել, թե ես ձեզ կողոպտում եմ, ես պիս մարդ եմ։ Այրեն լավ մարդն եկել է, թողնա առանց տոկոսի տա։ Հետո ո՞վ է բան ասել, Աստված, երկինք, բա մենք երախտիկ չունենք։ Այ Գրիգոր աղաջան, յանի որ ուշ չդարձնես այդ երեխուն չի որ։ Ով ինչ ուզում է թող ասի, թող խոսա, այդ ես ինչ կարան անեն որ այ Գրիգոր աղաջան։ Իհարկե, դու նա ուշուննա որ։ Բայ Համա ես ձեզ համար եմ ասում, ձեզ եմ խնդրում։ Որ այդ տեսակ մարդկան ձեր մեջ չպահեք, Էլիս պես մարդիկ դժար ձեզ լավություն են։ Ինչի գժվել է, որ համ լավություն անեն, համ էլ խոսք լսեն։ Բա մենք ինչ անենք քեզ մատաղ, հո գեղից դուրս չենք քշելու։ Դուրս կքշենք։ Յա։ Աբա մի նստեք։ Նստեք։ Հասարակությունը որ կամենա, չի կարա թող չլի նաչալիգին, յա գուբերնատորին, հես մարդում մենք մեր հասարակության մեջ չենք ուժում, հա? Ինչ կասես Մարկոս։ Դե բա ինչ ասենք այ Գրիգոր աղաջան։ Դե ախր դե մի պատճառ պետք է լի թե չէ։ Ախր այդ մարդ այսքան ժամանակ որ մեջինա մի փիս խոսք ասե, մի վնաս տվե։ Չող վիրել ընկեր են, ասում են իրավտուն գնալ գալ ունեն։ Պատճառ, էսրանից է լավ պատճառ, որ պատվական մարդկանց անունն է կոդրում, զրպարտում է, եթե չէ խռովություն է գցում գեղումը։ Ոնց կլինի այ Գրիգոր աղա, դե կարող է քննություն անեն, չեն ասի թե այդ մարդը ինչ ա արել, որ ուզում են գեղեցիկ։ Չէ աղաջան, հոգուտ մատաղ, էդ լելու բան չի աղաջան, մենք չենք կարա, բան չի դուս կա։ Այ միամիտ խալխն է կլել, Դա իմ շատ վեջնա թե նայողումը չի, այ ճակատս բաց է, ոչ ոքից վախ չունեմ, ոչ գողություն եմ անում, ոչ էլ հավազագություն, էլ ինչի պետք է վախենամ, դո հանակ արի հայվաններ, հանակ, Ինչ հանակ չի աղայա, չէ։ Էվնաշ չունի, այ Քրիստոնյա է, ինչքան ձերքներից սլավություն է գալիս պիտի անեմ։ Թող ես տարյալ փողերս ձեզ մոտ մնա, ոչինչ։ Դե գրացեք, քաշելը ցածում։ Շատ շնորհակալ եք աղաջան, Աստված։ Ասեք թող վեքսիլները թազացնի։ Գրիգոր աղա, Աստված երկար կյանք։ Գալուստ։ Համե։ Գոբարտքին ինչքան էր գալուստ, հա? 125 բան է, չէ։ 125, ուրեմն գրել կտաս։
200 Յո, հաբա։ Դու ես տարեպես բոլորին մոռացել ես։ Ոչ վաղից այդպես պտուղ, յագիրի, ոչ զատիլի կարը։ Բա ինչ է մեր փողերը հենց այնպես մուֆտա պիտի փարկի մոդդ, 200 գել գտես։ Ինչ կրակի մեջ գցեցիր Գրիգոր աղա։ Բա մեր տանը երեխեք չունենք, բա Մարկոսից ավելի տոկոս։ Յա։ Դու որտեղ գիտես, որ ես Մարկոսից պակաս եմ վերցնելու։ Ամեր Մարկոսը մարդ է, դու ինչ ես։ Մարդը գիտի երախտիկ, լավություն, էլ զատկին, ջրոխնեկին, էլ նոր տարուն, էլ ներգածուն, խոզի ջուտը, կարը, կոնը ինչքան էր Մարկոսդան, կոնը 75 է, չէ՞։ Աղաდა։ 75, ուրեմն գրել կտաս 125, 25 մանետ պակաս։ Շատ շնորհակալ։ Էլ չասես թե մենք լավուչը երախտիկի բանի դեր չենք։ Յա։ Ախր Իմն ինչքան գրել տամ աղա։ Կոնը 200 չի, գրել կտաս 300։ Ինչա, կեվիտ չեկա, բամիդը չի կանչեցի արտս հնձես չեկար, այգիս փորես պախար, կենսլա մինչը օրս մի խիրելա չեմ տեսել, 300 գել կտաս։ Բաս էտա էլի, համ էտքան տոկոս տամ, համ էլ գամ մուֆթա բանեմ քեզ համար։ Մուֆթա, դոբա ես քո հորն եմ պարտական յակես, դոբա քեզ տվածս փողը, իմ կնգա աղջկա բերից կտրաչի, իմ հալալ կրդինքով նաշխադաչի, հարամսադա, ոնց ես եկուցիվետ սուդդան վեքսիլետ, դունը տեղդ վեր գրեմ, դավարը ծախեմ, քեզ չոլերը կծեմ, հայ ես ծեր մարդասողին, էտա էլի, իմ արած լավությունը, ձեզ պեսները պետք է կաղցած շան նման սատկեն, որ հասկանան թե ինչ բան է լավությունը։ Դե գնա ես սատից փողերս բեր, 200 մանետը, իր տոկոսով կթի ու բեր, թե չես բերել, աստվածը բգա, տակի տենեն պալասնել կաշել կտամ տո, հարամզադա։ Ախր ինչ ասի աղա, առատս 100 մանետ չի ելնի, մի տարում 200 շինեցիր, ուղ մի նեղանում ես վրես, որ չեմ եկել քեզ մար մուֆթա բանել, յա թե չէ, գարը, գինի, ընծա չեմ բերել, ու 300 է շինում, բա ես մեղկը չեմ, ուզում ես երեխեքս կոտորվել։ Դու ինձ ինչ ախմախ, եկուս բոլորն էլ շան նման սատկեն, բա որ տենց էլ ուր ես մեծ պարտացնում, ուր ես ձենդ գլուխդ գցում, դե գնա, այդ սատից փողերս բեր, թե չես բերել, աստվածը վգա, տակիտ են դոշակնել, կաշել գնամ դո, հեռամ։ Որեք, ոյ այախչի, ինչ եղավ քեզ, գույնդ գցել ես, ես հիմա գնամ մորդ կանչեմ։ Ուրեմն ճիշտ է այդ բոլորը հայր։ Հա, ինչ արես։ Դու մեզ լսում էիր, ինչ ես խարում իմ արևտրական գործերի մեջ, իմացդ կոպիտ, անտաշ ճողացի դրել, դու այստեղ լստիր, ես հիմա գնամ մորդ կանչեմ։ Խոսել եմ ուզում քեզ հետ հայր։ Խոսիր, թե հիվանդ ես, գնա քաղաք մորդ հետ, թե քաղաք չես ուզում գնալ, այստեղի բժշկին կանչեմ, ասա։ Չլի թե փող է ուզածդ, դու գիտես, որ ես քեզ համար ոչինչ չեմ կնայի, ես մեկ, ես երկու, ես երեք, ես չորս, ես... Բավական է։ Դու ինձ միշտ երեխայի տեղ ես դնում հայր, ամեն ինչի վերջը կա։ Ուրեմն
Ուրեմն ինչ է ուզածդ։ Չլիել են լակոտի մասին, հա։ Սիրում ես նրան ինչու մերժեցիր։ Չուզեցիր իբրից փրկելու գործիք դառնալ։ Ումից, օրիոր, ումից, նրանից, այդ լակոտից։ Ավելի շուտ աշխատիր նրան փրկելիս դից հասկանում ես։ Նրան, որի թոզությունով երկինք կբարձրանա։ Թող երեխայքներ թերես։ Կարդացած ռոմանների միջից վերցրած խոսքերը թող։ Սիրում ես նրան գնա, ես որ չեմ արգելում։ Հակառակը, տեսես որքան բարի եմ եւ ներողամիտ։ Նա ինձ անպատվեց, նա ինձ ավազակ կոչեց, բայց եթե դու կամենում ես նրա կինը դառնալ, ես ամեն ինչ կմոռանամ եւ հոժարությամբ կտամ։ Էլ ինչ ես ուզում, այ աղջ։ Հայր, ես ուզում եմ, որ դու զղջաս քո արածների համար եւ չշարունակես այդ կեղտոտ արհեստը, գյուղացիներին կողոպտելը։ Ամաչում եմ, որ քո աղջիկն է։ Ամաչում ես, որ իմ աղջիկն ես։ Այդպես ես խոսում հորդ հետ, որ քեզ համար ոչինչ չի խնայել։ Այդ է քեզ ուսման տալուս հետևանքը։ Հա, լավ, այս էլ դուք տեսես, թե ինչ է նշանակում հորդ դեմ զինվել, նրա գործերի մեջ խառնվել, հերիք է, անզգան։ Ամաչում է, որ իմ աղջիկն է։ Զատ հերիք։ Հերես ջան, հերես, վայ կորանամ ես, աղջի ինչ է լակոս, հերես, թողին, հերես ջան, վայ աղջի, Գրիգոր, գնա, Գրիգոր, գնա, վայ, Ամաչում է, որ իմ աղջիկն է։ Գրիգոր աղա, Ամաչում է, որ իմ աղջիկն է։ Գրիգոր աղա, ամին Զաքարը մարգարե եկել են կանչեմ։ Ամաչում է, որ իմ աղջիկն է։ Ես էլ են թուղթը, որ ասացիք։ Լավ, խնական չի։ Բարո, հազար բարի եկեք է, իմ աչքի, իմ գլխի վրա եկեք է, բարո, հազար բարի եկեք է, Բասել բեսելի, վաղնա սարավի, արավաս մարդետ կաներ նամ չոր կլի, ինձ վրա գանգար է գանում էլի, սուտ դեգելի կաշտալիս ես ձեր հալովս, հայ գիրի աշխար, նստեք, բա դու չէիր, որ եկել աղաչանք, պաղատանք է իրանում, ասում է, լավ, նստիր, թու ձեր նամուսին, լավ, նստեք, բայց դու բեհայա, դու չէիր, որ կնգանը տուղարգել էիր, լաց,
կոց, աղաչանք, պաղատանք։ Էլ ինչ ես նեղանում, աղա։ Են ասատումը կասեն, էլի, թե մենք ես ենքան ենք պարտական, ինչքան գրածա վեքսիլումը, եթե չա չէ։ Յա, ես Զաքարը չի, հա? Հա էլի, Զաքարն է։ Այդը ես չեզ վրա թոփութրանք եմ բարեցրել, բողազիսդ բռել հուպ եմ տվել, չէիր ուզում են չի ձեր կաշեցի, ճիշտ չեմ ասում մարդիրոս, մարդիրոս։ Հա, էմի աղա ջան, ես մարդիկ են, փող չունեն որ տան, բախշի թող գնա, Թող որ չունեն, անչի չեկան ինձ մոտ, գային ասեին Ղուրբան Գրիգոր աղա, չունեն, խեղճ են, չեն կարող տա, դու քաղցր խոսքը աղաչանք են, օծին էլ բնից կան։ Բաղդասարամի, մի արի նստի։ Արի նստի Բաղդասարամի, արի։ Նստի։ Նստի։ Բաղդասարամի, յանի ասասներս ճիշտ չի, ես քեզ քիչ լավություն եմ աղել։ Յանի որ իհարկե աստված երկար կյանք տա, համանդա ասում են թազազակո, դուք էլ սովա ուտելու հատ չունի։ Դու որ չունեի կայք ինձ մոտ, եթե ես ես ուշուն ստայի, դուրս անեի, նորեն ժամանակ գնայիք էտ լակոտի, դու հայվան է, ես եմ էլի ձեր հին բարեկամը, թե են թազայեկած լակոտը։ Էլուր եք հայ, հարայ բազել դրամով, դու ես որ ուզենամ, վեքսիլներըտ սուդը տամ, ունեցած չունեցածներըտ վեր գրեմ, էդ Ալեքսամբեգը ձեզ կազադի, համայիմաց եք, որ ես էդ մարդը չեմ, ես չի կու վեքսիլը Բաղդասարամի, ես էլ կունը մարկար, Ագորձս սուդն է յրտվե Գրիգոր աղա։ Դու բադու չես իմանում, որ սուդյան ալա ձերում ես, նաչալնիքն էլ, գուբերնատորն էլ, գործետ եդ եմ վերցրել։ Շնորհակալ եմ Գրիգոր աղա։ Լավ։ Ես էլ կոնը, Զաքար։ Լատենամ։ Դրդ, լատենամ։ Ոնց ես եկուցև էտ սուդը դամ վեքսիլը, բաղըտ ձերից է թրցնեմ, հա? Էդ Ալեքսամբեգը կեզ կազադի, գհիմի երեկ դել ձերքում սեք, թպրտաց եք ինչքան կարակ, ձեր չեք կաշը, պտիտանք։ Բարիք եղեցի, Արաքինի հանգեր մարդու, որ բարձրացն է աստիճանը միշտ էր մարդու, որ բարձրացն է աստիճանը միշտ էր մարդու, Գրիգոր աղա, դեպրցի, մի տանչի, մեղք է, էլ հոգի չմնաց վրաները։ Լավ, էդ էլ իմ ձեր կինը։ Ես չի ձեր վեքսիլները, ես մեկ, ես երկու, ես երեք, ես է չէ, դե մի տեսեք, ես մեկ,
Es el. Es el. Déjeme gracias. Բայց շումն եմ, բայց մարդ չեմ։ Շնորհակալ եմ։ Աղա, որ ես ոտով ես գլուխս հետ կարպես է աղա, ես պարսկի տակ։ Եկա։ Դեհեմի ամի, Զաքարու Մարկար, տեսնեք եք ու ես թղթին ձեր քաշեք։ Ձեր քաշեք։ Էդ ինչ թուղթ այ Մարգիրոս։ Պիտի ձեր քաշեք, որ Գրիգորագիցը պահանջ ու գանգատ չունեք, որ Գրիգորագեն ձեզ լավություն արել, դուք էլ շնորհակալ եք։ Հարգավ, բրավո։ Յանի որ ձեր քաշեն չիլի։ Ադա քաչա։ Ինչ ես կպել այդ խեղճերից։ Կուզեն ձեր քաշեն, չեն ուզի չեն քաշեն։ Բայց եթե իհարկե, եթե գիտեն երախտիկ, լավություն։ Հալբատքի, բա ոնց, համ պարտերից պրսնեն, համ օրտող չնեն, քու ոտներն էլ չպաչեն, չէ, ամի, եկեք այստեղ ձեր քաշեք, արի։ Դուք աստվածը քաչար, սա թազավեքսիլ չի։ Ադավա դու քորեքս, հասարակ թուղթը վեքսիլի ջոգում չես, այրեն Զաքարը կարդալ գիտի, դուր Զաքար կարդա։ Որ Զաքար, գրագ ետես կարդա մի տենակ ինչ ա գրած։ B. Շ. Վեքսիլ չի։ Շնորհակալության թուղթ է։ Բավոր ասում էի։ Լավ որ վեքսիլ։ Մոխրեսնեմ, ընչի չեմ դերի։ Եկեք։ Ես էլ ձեր կքաշեմ, ինչի չեմ քաշի որ։ Արի քաշի, ահա։ Ես դու Մարտիրոս։ Արի ասա։ Գրիգորա, յանի մենք ոնց դիտուս կանք ու լավության տակից, հա։ Աստի հետ։ Ձեր տվածով ոչ ես կհարստանամ, ոչ էլ չտվածով քասի բարամ։ Քեֆս տվեց արից։ Հայ քրիստոնյա ենք։ Ինչքան ձերքերից լավություն է գալիս պիտի անենք։ Ավետարանն ասում և թողով է սպարտից մեր, որպես և մենք թողող ներոց պարտաբանած։ Մի արաղել անուշարեք և աստված ձեզ հետ։ Աստված Գրիգորավին երկար կյանք տա։ Գրիգորավին երկար կյանք։ Կարճ։ Զաքար։ Դեհիմի, պարոն Ալեքսան, ինչ որ ձերից հետ կգա, արա։ Որքան էլ ձանձրալի է այս գյուղը, միշտ միևնույն դեմքեր, ոչ մի շրջան, ոչ մի կուլտուրական կյանք։ Կուզեի մտած չլինել այս կռվի մեջ և կամ ճանաչած չլինեի նրան։ Հասարակության համար գործողը չպետք է կապվի ոչ ոքի հետ։ Ոչ ոքի հետ։
Հարկավոր չի։ Մատվե Եգորիչն է եկել։ Աղիացալվը խոսում է։ Լավ։ Գնացիր տանուտերի դեպից։ Շատ ոնց։ Հմի կգա աջան։ Հմի։ Ներեցեք, սպասեցնել տվից ես։ Բարև ձեզ, պարոն Արաքս։ Բարև ձեզ։ Ահա ձեր ուզած սխտերը։ Շնորհակալ եմ, բոլորն են այստեղ։ Բոլորը։ Գիտեք, ամբողջ յուղը գրեթե ոտքի վրա է։ Բոլորը հետաքրքրվում են, թե ինչ կլինի վերջը։ Բոլորը սպասում են դատի սկսելուն։ Եվ ես ուրախ եմ, որ մեր զարգացածներից մեկը վերջապես մտածեց նվիրվել գյուղացուն։ Բավականանալ չոր հացով միայն թե գործել այնտեղ, ուր թանձր խավարը լույսի շարավիղի է կարոտ։ Ձեր այդ քայլն արդար եւ մեծ գործի համար ողջևորում է ինձ եւ շատ շատերին։ Հեշտ է ասել այդ, բայց ինչու կեղծել։ Երբ զգում ես, որ այդ կռվի մեջ կորցնելու ես շատ բան, գուցեև ամեն ինչ։ Բայց ենթադրել, որ դուք ետ կկանգնեք, որ զենքը ցած կդնեք, որովհետեւ ձեր անձնական ոչ, ետ կանգնել չեմ ուզում։ Ահա բողոքագիր։ Աշտարը դատավորին հաշուշտ։ Ոչ, Գրիգոր աղան արհեստով վաշխարու է, նրա տեղը նահանգական դատարանն է։ Հերիք է, այդտեղա հերիք է, մի ժամ է սպասում, որ դուզ գաս, տանուտերն էլ խո, երիվելի փիլիսոփայական ծարեր է կարդում գլխիդ։ Սահակ մեկն ասում էր, որ գանգատ ես պատրաստում, հա։ Այո։ Պաստոյ եղբայր, պաստոյ, ախր ինչու ես ուզում չցաված գլուխդ ավետարանի տակ դնել, հա։ Ախր քո ինչ գործն է վնասվում։ Գրիգոր աղանն էլ ոչ այնքան անիրավ է, որքան դու ես ենթադրում։ Թողնենք այդ խոսակցություն, Մատվե Եգորիչ։ Ինչու՞։ Ինչու եղբայր։ Թողնենք։ Ինչու։ Քիչ աղվահաց եմ կերել հորդ հետ, որ նրա փորձանքի օրերին անտարբեր մնամ ես։ Լավ, լավ։ Արի հենց օրենքից չխոսենք։ Դու որ գանգատ տաս, ասենք փաստերել գտնես, սուդը կննի, դրանով խո հորդ պարտքը չի բախշվի, հո գյուղասները չեն ազատվի իրենց տարիքիցը, հա? Սաշա, են մարդը տոկոսից է հրաժարվում է, հլա մի 500 մանետ էլ պարտքի գխիցն է զիջում, էլ ինչ ես ուզում։ Ահա, լսի Սաշա, բրատիշկա, արի քաղցր տեղը կապենք, վերջացնենք գնա։ Ես առաջարկում եմ հաշտվենք, մի կերպ գործը կարգադրել մեր մեջ։ Իսկ դուք պաշտոն ունեք նրա կողմից։ Այդ ոչինչ, դուք պայմանները ասա տեսնենք, հետո իմ պարտք կլինի գնալ նրան համոզել։ Էլ ինչ ասում հաշտարար դատավոր եմ, չէ որ վերջի գործը ինձ մոտ է գալու, չէ։ Այդ դեռ հարց է, Մատվե Եգորիչ։ Կան գործեր, որ Հաշտարար Ատյանին չեն ենթարկվում, այլ ուղղակի գնում են քննիչի մոտ։ Ինչ։ Դու ուզում ես քննիչ։ Այդ ինչ, պաստոյ, պաստոյ, ինչ համար է պետք քննիչ։ Մարդասպանություն է, քրեական գործ է, ինչ է։ Գրիգոր աղան արհեստով վաշխարու է, նրա տեղը նահանգական դատարանն է։ Ոչ վերաս, սուրպրիզ։ Դու ինչ է, ուզում ես մարդու Սիբիր քշեցած։ Գործանես, հա։ Փաստեր ունես, փաստեր։ Փաստեր շատ կան։ Երևի դու ես տվեք, հա։ Լավ է, ակրուժեսու, Սիբիր։ Այժմ Սիբիր չկա այդպիսիների համար։ Արեստանցկայ ռոտա։ Հո չես գժվե, են ձեր մարդու։ Թերեզի հորը։ Չորտ պապերի, կաս, պաստոյ, լսի, դու էր արեստանցկի ռոտը, ակրուժոյ սուդը գլխիցդ հանի։ Դու քո բարերարիտ։ Պաստոյ, իհարկե բարերարիտ, քանի որ ետ չուզում տված փողը։ Նրան թողել գյուղացոց ծրտի պրտի խոսքերն ես ասում։ Ինչ է, մեծ գոլորար է խոսացել քեզ։ Դու կուզես Գրիգոր աղին համոզեմ, որ նրանց տվասի կրկնապատիկը հենց եկուց հևետ հրկի քեզ։ Հա, սրան ինչ կասես, հա։ Դուք նրա կողմից ուղարկված եք այդ առաջարկն էլ ինձ անելու։ Հա, հենց, հետո։ Իսկ ձեզ որքան է խոստացել այդ միջնորդության ստոր առևտրի համար։ Ինչ։ Սաշա։ Ինչ։ Եվ այդ դու ինձ ես ասում։ Բայց Մատվե Եգորիչ։ Ինչ կաշարք։
Քնակ բարև։ Բայց դες հա, ելի եմ ասում Սաշա, խնայիր գոնե ծնողներիդ, և հետո Տերեզային, ինչով է մեղավոր խերճաղջիկը, որ ամբողջ օրը ողբա։ Անգուտ պետք է լինել նրան այդպես տանջելու համար։ Այդ! Մատվեյ Եգորիչ, Սաշա, Մատվեյ Եգորիչին էլ նեղացրիր, իմացար Թերեզի հալը, ախար Գրիգոր աղան հոգես բադություն չի արել։ Հայր, թանկ է նստում ինձ իմ ուսումը։ Քեզ հետ առանձին խոսել եմ ուզում։ Ինչ է պատահել։ Սաշա, Տերես։ իմ միությունն ամբողջ իմ հոգին իմ սիրտը լիովին ոտքերիդ առաջ։ Վեր կաց, Տերես։ Հանգստացիր, Տերես։ Մի հեռանալ ինձանից չեմ կարող։ Բայց ես չեմ հեռանում, միշտ կուզեի քեզ հետ, երբեք քեզնից հեռու։ Ոչ, դու գնում ես, ես այդ զգում եմ, գնում ես ավելի միշտ ավելի հեռու, եւ գուցե այսօր, գուցե վաղնից երկաթե դուրն կկանգնի երկուսիս միջև, եւ այն ժամանակ ուժ չեմ ունենա այլևս ապրելու։ Ինչ ես խոսում, Տերես։ Միթե քո ձեռքին չի անցնել այդ պատվարը։ Ոչ, այդ պատվարը մեր ընտանեկան պատիվն է։ Հորս մարմինը այդ իմ ձեռքը չի, այլ միայն քո։ Դու արդեն սկսել ես այդ գործը։ Դեռ ոչ։ Բայց ահա այն թուղթը, որով պիտի սկսեմ։ Դեռ ուժ չի ուրեմն։ Պատրենք այս թուղթը, Սաշա, աղաչում եմ։ Թող այդ թուղթը, Տերես, թող։ Դու ուզում ես ինձ ստորության մղել։ Ինչու, ուրիշ փաստաբան չկա։ Միայն դու չլինես նրան տրորողը, Սաշա։ Ոչ, Տերես։ Ես քեզ սիրում եմ։ Առանց քեզ ինձ համար երջանկություն չի լինի կյանքում, բայց ուրիշների թշվառության գնով իմ կյանքը քաղցրացնել։ Ասում է իր հայրդ շատ է սիրում քեզ, որ ոչինչ չի մերժի։ Թող ուրեմն բերի բոլոր մուրհակները, որ ես կթվեմ մի արմի, պատրի և թուղթ տա գյուղացիներին, որ ոչինչ պահանջ չունի, կամ ետ տա նրանցից խլածը, թողնի իսկական պարտքը։ Չի անի, դժվարության ճիչերը չեն շարժում նրան։ Եթե նա իմ հայրը չլիներ։ Թող ուրեմն այդպիսի հորը։ Ինչ է նշանակում հայր, երբ դու նրան վատ, անարժան ես համարում։ Դա ինչ պարտականության ստրկություն է։ Գյուղն ես ուզում մնալ, գործել գյուղում, գնանք մի ուրիշ տեղ, այնտեղ ցույց տուր, որ գործել գիտես, բայց այստեղ հորս, Սաշա։ Ես քեզ սիրում եմ, բայց չեմ կամենում ստորանալ սիրվելու համար։ Սերը մուրալ չեմ ուզում։ Ման ես ուզում, թող լինի։ Տերես, հայր, մայր։ Ինչ է։ Ջուր։ Ինչ է պատահել։ Սաշա, ինչ է։ Վայ, Թերես ջան, քեզ մատաղ, վեր կաց, Մարգո, ջուր։ Խմիր, Թերես ջան։ Թողեք։ Իմ ձերացած հայրը, սպիտակած մազերով, կանանավորի հագուստով, Դու
Ոչ էլ ամ։ Աղա։ Գեղացիկ։ Ներս կաչ։ Ովքեր են։ Զարքարը, մարկարը, Դուրս արա։ Ես եմ կանչել նրանց։ Դուրս արա։ Ես եմ կանչել նրանց, ներս հրավիրի։ Բարև Ալեքսանդր։ Բարև աչողում տանուտ էր։ Բարև։ Բարև։ Դե որ այն ժամանակ դե որ կանչել էր եկանք։ Լավ եք արել, որ եկել եք։ Ես ձեզ կանչել եմ, որ Գրիգոր աղային գրած բողոքի տակ ձեռք քաշեք, չէ որ նա ձեզ էլ եք եկել։ Դե մեր ձեր քաշելն ինչ պետք է որ իրել չենք իմանում որ Ես ձեր փոխարեն կստորագրեմ, դուք մերը դրեք։ Ես իմ բանը պրծած սուդում եմ, ես էլ գործ չունեմ։ Ավել ես ինչ վկայեմ որ։ Դե մեր ձեր քաշելն էլ ինչացվի Ալեքսանդր, մենք մեր հաշիվը փակեցինք Գրիգոր աղայի։ Ես էլ շնորհակալ եմ Գրիգոր աղան մեզ գոհացրեց։ Չէ ճշմարիտ Ալեքսանդր, եկան քեզ մոտ գանգադից, դե տալիք ունենք տվինք պրծավ։ Վեքսիլն մարդը ճրեց ու գցկեց։ Ինչ են ասում, չեմ հասկանում։ Մի առաջ եկեք։ Մոտ եկեք, նստիր ամի։ Նստեք։ Դե, ասեք տեսնեմ։ Խոսեք։ Կացեք ես դրուստն ասեմ ձեզ։ Սրանց իզուրեք կանչել տվել։ Այն օրը քաչալ Մարտիրոս եկավ, սրանց տարավաղի մոտ, ինչարին հալբատ մի քիչ խմացրին, տենանք եկան թե աղեն մեզ գոհացրեց, վեքսիլները շճղեց։ Ճշմարտությունը սա է, պարտները բախշելա, որ էլ գանգատ չանեն։ Դե սենց ասեք էլ ինչ եք դեսուդեն շուր տալիս։ Դուք հասկանում եք այս խաղը։ Սպասում էի։ Ոչ այդ չէ։ Ուրեմն մնում եմ ես միայն գանգատավոր։ Նա ինձ կասի քննիչի մոտ։ Ինչ գանգատ ունի կասի։ Ապերախտ երիտասարդ։ Չէ որ իմ փողով եմ ձեզ ուսում տվել։ Երկու կոպեկով ձեր հոգին ծախեցիք։ Դու սպիտակ մորուքիցը դամաչիր Բաղդասարամին։ Այ մարկար։ Տարիքիցը դամաչիր, այ մարկար, տարիքիցը։ Անգստացեք, դեռ ամեն բան կորած չէ։ Դուք կարծում եք, որ եթե չգանգատվեք, կազատվեք ձեռքիցս, հա։ Գիտեք կեղծ վկայություն տալը, կաշառք ուտելը, ձեզ ուր կհասցնի։ Ես ձեզ բոլորիդ քշել կտամ այստեղից։ Չեք գանգատվում, հա։ Կարծում եք մի բաժակողին ձեր մուրհակներ պատրելը կազատի ձեզ։ Հիմարներ եք դուք, հիմարներ։ Նա ձեր բերանը փակեց, որ ձեր կաշին այսուհետև ավելի լավ կերտի։ Ալեքսանդր, ինչի ես նեղանում։ Գրիգոր աղան քեզ էլ վադություն չի արեց։ Իրապերնով ասեց, որ հորդ պարտ կբախշելա, քեզ իրա փողով ուսումի տվե, աղջիկն էլ քեզ կտար, թե… Ձայնդ կդրիր։ Անցյալ տարի չէր, որ գտանքովդ տարավ ծախեց։ Հա։ Էլ մեզ ասելու բան չունես Ալեքսանդր։ Ունեմ։ Լսիր, ամի, դու մեծ մարդ ես, ես քեզ կխնայեմ, չեմ պատժի, բայց քեզ վկա եմ կանչել տալու, ձեռքդ պիտի դնես ավետարանի ու խաչի վրա ու երդվես, տեսնեք այն ժամանակ ճշմարտությունը կասես թե չէ։ Չէ, ես երդում չեմ տա, չէ։ Քեզ կստիպեմ։ Զորով։ Զորով։ Երբ վկա կանչեմ, կպահանջեմ, որ բոլորիդ երդվեցնեմ։ Ալեքսանդր, քեզ մատա, յանի ինչի ես մեզ նեղը գցում, բա մենք կարանք սուտ երդում ուտի, բա Աստված մեզ չի երի։ Աստված էլ կերի։ Հետո որ պարզվեց թե սուտ վկայություն եք տվել, բոլորը սիբիրական կդառնաք։ Դե գնացեք, ձեզ բոլորիդ վկա եմ գրելու։ Ալեքսանդր, մեղք են, քորփա երեխաներ են։ Մարդը ստեղ իրան զրկում ա որ լավություն անի ձեզ։ Իսկ դուք։ Չեմ ուզում այդ լավությունը, թող չանի։ Ադաբա դուք սկիծատի խելքել չունեք։ Դու ասենք թե Գրիգոր աղեն ձեր պարտ կբախշեց։ Կբախշի բաս ինչ կանի։ Վախն ընկելա ջանը, սուտիցը վախենում ա։ Անեն ցանում որ անիրավությունների ջոնդերը ծաց։ Դու հիմի արավ, ինքն էլ պրծավ։ Բասել պարտ չեք վեցնելու, յա ձեր բաղ խարապ չի լի, յա քասատ տարի չի գա։ Դու ասենք թե աժդահան եկելա, գեղիցը մարդա ուզում տանի, որ սաղ գեղը կուլ չտա։ Սա մի ֆեքյատ է։ Դու այսօր որ տվիր կշտացավ, բասել չի քաղցածանալու ու ետ չի գալու ուտի, դե Գրիգոր աղեն էլ մի աժդահա էլի։ Այսօր վախիցը ձենը կտրեց, եղ քսեց մեր գլխին,
լավա մարդ դարձավ։ Բայց չեք տեսել երեխեքը ոնց են խաղում։ Փիսո ու բամփաչ են գլխովը տալիս։ Թե չողվա, փիս եմ ասում, տեն չի։ Այ դու ապրես սերով ջանը, տենց հա, բա տենց չի։ Մեկ էլ ախալխը, կուզեք ձերը քաշը, կուզեք չէ, մեզ վկա ենք անչեր տալու, երդում ենք տալու, բասն չի, մենք մրթոնի ենք, հայ քրիստոնյա չենք, որ համ երդում ուտենք, համ էլ սուտ խոսենք, տո յանի որ սուտ էլ խոսենք, սլեշչին հիմարա, չի կարա մեզ խոսացնել ծու մեր սուտը բրնի, են վաղթել խո Սիբիրական գդարնանք, չէ, ինձ վկա գրի Ալեքսանդրբեկ, ես չեմ կարա ձերս ավետարանի վրա դնեմ ու սուտ խոսեմ։ Զագա, յանի որ երդում տալտույն, ես էլ չեմ կարա սուտ խոսեմ։ Բաս է տերելի ձեր արջի որ զգնալը, էլ ինչ էիք մեծ բրդում, դու Բաղդասարամի, հայկը բրնենք արջը, հայկը կերթենք, դե գնացեք, ձեզ բոլորիդ վկա եմ գրել տալու, թող ամեն բան ինձ վրա ծանրանա, գնացեք։ Начальникից Ռաման, շտապողական է։ Հրամանը ձեզ է վերաբերում։ Նահանգապետը հրամայել է անմիջապես ձերբակալել ձեզ, անցնել յասաուլների ձեռքը և ուղարկել քաղաք։ Ամբաստանված եք իբր հեղափոխական։ Իբր ինչ հեղափոխական։ Նայ, այդ հրեշը, այսպիսի զենքով է կրվում հիմա։ Իբր հեղափոխական։ Եվ այն ամենայնիվ պարոն տանուտ էր։